Վիշապ քարակոթողների առանձնահատկությունն այն է, որ այն բնորոշ է միայն հայկական լեռնաշխարհին։ Այս տեսանկյունից այն շատ նման է խաչքարի։ Հանդիպում է բարձր լեռնային գոտիներում եւ նախալեռնային գոտիներում։ Արևելյան դաշտավայրում, օրինակ, մենք չունենք վիշապներ, բայց ունենք նախալեռնային գոտիներում մինչեւ 2000 մետր, 2200, որտեղ կան բնակավայրեր, եւ այնտեղ, որտեղ բնակավայրեր չկան, մինչեւ 3200 մետր ծովի մակերևույթից։ Դրանք պատրաստված են անդեզիտա բազալտներից, չափերը 1.5 մետրից մինչև 5.5 մետր։ Առայժմ դրանք թվագրվում են 5-րդ հազարամյակի վերջ նախնական ձևերը եւ 3-րդ հազարամյակի երկրորդ կես եւ 2-րդ հազարամյակի վերջ հիմնական ձևերը։ Այս արդյունքը, որ ես ասում եմ, հիմնված է մոտ 50-ից ավել ռադիոածածնային տվյալների վրա, որը ձեռք է բերել մեր միջմասնագիտական թիմը վերջին 15 տարիների ընթացքում։ Հետազոտողները Նիկոլայոս Մար, Սմիրնով, Աշխարհբեկ Քալանթար եւ այլ հետազոտության նոր փուլը սկսած 2011 թվականից Երևան, Բերլինի համալսարանի, բացահամալսարանի եւ Վենետիկի Կաֆոսկարի համալսարանի հետ համագործակցության արդյունքում իրականացված հետազոտություններ են, որի ամենակարևոր արդյունքը 2012 թվականին Տիրինկատար այդ հուշարձանի հայտնաբերումն է ծովի մակերևույթից մոտ 3000 մետրի վրա։ Այստեղ դուք տեսնում եք հետազոտողների նկարները, նրանց թվում կան հայտնի անուններ՝ Նիկոլայոս Մար, Թորամանյան, Քալանթար, Ղաֆանցյան, Բարսելյան, Սմիրնով, Խանզադյան, եթե չլինեին նախնական հետազոտությունները, որոնք սկսում են 1909 թվականից, մենք բնականաբար չենք կարող ունենալ այն արդյունքները, որոնք ունենք, եւ հիմնվելով նրանց վրա մենք փորձեցինք նորովի մեկնել վիշապաքար երևույթը եւ ընդհանրապես մի մեթոդական տարբերության։ Եթե նախկին հետազոտողները հիմնականում հենվում էին վիշապ քարակոթողի որպես երևույթ մեկնաբանման վրա, մենք փորձեցինք հնարավորինս մեկնել վիշապաքարը նրա համատեքստում, ինչ այլ հուշարձանների հետ է նրանք հանդես գալիս, ինչ առանձնահատկություններ ունեն լանդշաֆտային, տարածական, ինչ մակարդակների վրա են հանդես գալիս։ Այսինքն հիմնական տարբերությունը մեթոդաբանականն էր։ Ընդհանուր առմամբ ասեմ, որ խոսքը 3 տիպի քարերի մասին է։ Արձանների